Ողջույն աշխարհի ամենաջերմ եւ ամենաճաշակով հետևորդներին։ Թանկագիններս, ձեզ տանում եմ ինձ հետ Վան բիզնես կենտրոն։ Այսօր մասնակցելու եմ սեմինարի։ Շատ կուզեի, որ իմ հետևորդները եւս մասնակցեին եւ հատկապես այն հետևորդները, ովքեր մոտիվացիայի կարիք ունեն։ Խոսելու ենք ժամանակակից արդի պահանջարկ վայելող մասնագիտությունների մասին, լինելու են համապատասխան մասնագիտությունների շատ լավ տիրապետող խոսնակներ, այն ինֆորմացիան, որը ես եմ ստանալու այսօր, այն ժամանակը, որը ես եմ անցկացնելու, ցանկացա դա կիսել իմ հետևորդների հետ, չբացառում եւ նոր գաղափարներ առաջանան այս սեմինարից հետո ձեզ մոտ։ Կարճ ասած, ես ոչ մի լավ բան էգոիստի պես մենակով չեմ վայելում, ձեզ եւս մասնակից եմ դարձում։ Դե ինչ միասին գնանք եւ տեսնենք, թե ինչ է կատարվում այնտեղ։ Այստեղ տրենդային ռիլեր նկարվում բարև ձեզ։ Ես ձեզ ոնց որ ետնաբերից էի նկարում, իմ ոնց է նկարվում ռիլերը։ Հա, Մայրամ ես լավ ոչ մեկի մոտ չի ստացվում։ Հա, Չգիտեմ նկարում էր թե չէ։ Որ այսօրվա հանդիպումը ոչ միայն ինքը գիտական կրթական է, այլ նաև ոգեշնչման աղբյուր է եւ մենք վստահ ենք, որ բոլորդ այստեղից գնալու ենք շատ նոր ինֆորմացիայով մոտիվացված, լինելու եք ինքնավստահ եւ հաղթահարելու եք կյանքի գրեթե բոլոր դժվարությունները, որտեղ այստեղ այնպիսի մասնագետներ են հավաքված, որ ձեզ ճիշտ կողմնորոշում կտան։ Ճիշտ եք, ամեն մեծ հաղթանակ սկսվում է ձեր փոքր քայլերից։ Այստեղ ես ձեզ համար պատրաստել եմ փոքրիկ դիմարդարման ցուցադրություն, հիմա կարող եք սկսել մեր մոդելին հրավիրենք ներս, կաշխատեմ հնարավորինս հարգևց ներկայացնել, որպեսզի այն մարդիկ, ովքեր ոլորտի մասնագետ չեն, իրենց համար ևս հետաքրքիր։ Հնարավորություն կա հիմնականում մեր դիմարդարների շրջանում ընդունված է տարածել մատների օգնությամբ, քանի որ նյութը այս պարագայում ավելի հեշտությամբ է մեկցվում մաշկի մեջ, տաքանելու հաշվին։ Արժեքի բարձր լինելը պայմանավորված է հիմնականում այդ աշխատանքի պատասխանատվության հետ, որտեղ նախ հնարավոր է հարսիկին անենք փորձնական դիմահարդարում, ինչը եւս նյութի ծախս ու ժամանակի կորուստներ հանդիսանում։ Այդ պատասխանատվության աստիճանը, որ հարսիկին ամեն ձևով փորձենք գոհացնենք ու ինքի իրեն շատ լավ զգա այդ օրվա մեջ։ Հիմա ավելի շատ ինձ թվում է, չգիտեմ ճիշտ եմ ասում, թե չէ դրաստու շոտ կա մեջ։ Փորձել եմ մինիմալ չափով ներկայացնել հարսանեկան կերպարը, եթե ունենայինք երկար ժամանակ ավելի մանրամասն, ավելի դետալային կաշխատեի։ Դիմարդարման դասընթաց ոնց դուք նկարչության հետ կապված փոքրիկ sense առանձին մաստեր կուրս, որտեղում ցուցադրելի է
այսպես անցկացրեցի ինչու, որովհետև նկարելուց ներ կկարողանացնի հակառակող մեջքի հատվածի վրա, որովհետև նման խնդրից մենք խուսափենք, դրա համար անցկացնում ենք ներսում, կարող եք անգամ տախտակ դնել իմիջայլոց, որ ավելի կհեշտացնի ձեր գործը եւ ավելի կձգի հակմեկը Թյուլիպ ֆիրմայի հետ է։ Հիմա եկեք խոսենք տարբերությունից սպիտակ շապիկի եւ սև շապիկի։ Տեսեք, սպիտակ շապիկի վրա աշխատելը ինչքան հարմար է, մենք ընդհանրապես մեկ շերտով կարողանում ենք նկարել ու մեզ ընդհանրապես կարիք չի դնում երկրորդ շերտին անդրադառնում։ Այս ամեն ինչը ոչ միայն ձեռագործ աշխատանքին է վերաբերում, այլ նաև տպագրված շապիկներին է վերաբերում, որ եթե դուք ճիշտ խնամք չեք տալիս շապիկներին, իմացեք, որ տպագրված հատվածները թափվելու են։ Մեջտեղում կան։ Սպասի, մեջտեղ արի։ Այսօր ուզում եմ կենտրոնանանք հենց կոնկրետ մի թեմայի վրա, ինչի են մամաները քաշ հավաքում դեկրետի ընթացքում, բայց վստահ եմ, որ առողջ ապրելակերպի մասին, մի արելու քաշ հավաքելու մասին այնքան պոստեր եք տեսել, որ ինչ-որ չափով ամեն մեկը արդեն մասնակից եք ու ձեզ կարող հոգնածնի այդ ամեն ինչը, եթե երկար խոսել։ Ինչ ֆակտորներն են նպաստում մամաների քաշ հավաքելու վրա։ Ներվայնանալը, անքնությունը, հենց պարապեկունում գնանք ոստեկուտերի ոչի մրստում առասպես։ Միակ ուրախությունը ուտելն իրականում հենց կոնկրետ դեկրետի ժամանակ ֆակտորները ոնց նշեցիք շատ են քաշ հավաքելու։ Հիմնական գլխավոր ամենամեծ պատճառը ֆիզիոլոգիականն է, երբ որ կնոջ օրգանիզմը քաշ է հավաքում, որ պահպանի իր բալիկին։ Լինում են հորմոնալ մեծ փոփոխություններ, ինչի արդյունքում բնականաբար քաշի հավաքելու այդ շրջանը ավելի ակտիվ է լինում հենց այդ շրջանառությամբ։ Հաջորդ հիմնական պատճառներից մեկը մեզ պարգևատրում են ուտելիքի միջոցով։ Հաստատ այստեղի մամաների 90%-ը կփաստեն, որ այդպես է, երբ որ բալիկը ցերեկը քնում է, մենք վազում ենք սառնարանի մոտ, խաղցրով սուրճ ճխնում ենք, այդ մեր համար հանգստության միջոց է։ Հաջորդը այո, անկում գիշերներն են, որովհետև մեր համար, մեր օրգանիզմի նյութափոխանակության ակտիվության համար շատ կարևոր է ճիշտ որակով քունը։ Մամաները հիմնականում քնում են այդ 8 ժամը, ամեն 2 ժամը մեկը արթնանալով։ Իսկ դա չի նշանակում, որ մենք որակով քուն ունենք ու հիմնականում նյութափոխանակության ակտիվացման համար շատ կարևոր է մեր որակյալ քունը։ Այսինքն, եթե մենք քնենք գիշերը, արթնանանք, հետո արդեն լուսավորենք։ Գոնե 5 ժամ մեր որակյալ պահպանված քունը եթե պահենք, դա նույնպես կնպաստի մեր քաշի նվազեցման հարցում։ Հաջորդը ասեցի, որ հորմոնալ խնդիրներն են, որի հետ իրականում ինչքան է սննդով փորձես կառավարել, հիմնականում հորմոնները կառավարվում են էնդոկրինոլոգների կողմից ինչ-որ դեղահաբերի միջոցով։ Մենք այդտեղ անզոր ենք, դրա համար ավելի լավ կլինի դիմել կոնկրետ մասնագետների։ Հաջորդ ֆակտորը ջուրն է, որը մամաները մոռանում են խմել։ Օրվա մեջ ձեր ջրի բալանսը գոնե 2.5-ից 3 լիտրը պետք է պահպանեք, որ դա այդ նպաստի ձեր հետափոխանակության ակտիվացմանը։ Մեկ էլ մեր հոգեբանական վիճակը, որը նույնպես կարող է նպաստի, բայց այս ամեն ինչ ես ուզում եմ ձեզ մի բան ասել, անկախ նրանից դուք ունեք ավել քաշ, թե ձեր քաշը պակաս է, հիշեք, որ դուք ամենալավն եք, հիշեք, որ ձեր բալիկների համար դուք անկրկնելի եք, ձեր բալիկների երբեք ձեր քաշին չեն նայում, ձեր օրգանիզմի շնորհակալություն հայտնեք, որովհետև ստեղծում են մարդ ձեր օրգանիզմները, ու միշտ հիշեք, որ դուք ամենալավն եք, Մենք միսը պատրաստում ենք փիլի վրա, այսքան ենք բոլոր դիցերը չի էլի, փիլի վրա տապակում ենք, հարց մանացնում ենք, բայց հետո պատրաստում ենք շարմանը։ Ինչով ենք տարբերվում է, որ մենք հանդես ենք գալիս նոր ֆորմատով, շարմա բայքսը առաջին և միակն է Երևանում, որ հանդես է գալիս հունավոր լոշիկներով, շարմաների սեթերով, նաև էմոցիաներ, ունեն շարմաների սորտեր, բուրգերի սորտեր, և շատ ուրախ ենք, որ շատ շատեր իրենց ծննդյան օրը։ Շնորհակալություն։ Շատ
Հատիտեք ես այստեղ ինչ եմ տեսել ու ոչ բան չեմ ուզում համ տեսեմ այս ծիրանիսը նայեք հետևորդների հետ ես ու դու թանկագիններս ես ուրեմն ինչպես տեսնում եք արդեն տանն եմ հյուսիկներ եմ արել մազերից լոգանք եմ ընդունել անկեղծ ասած շատ հոգնած եմ եկել տուն ու ավելի շուտ եմ դուրս եկել սեմինարից, քան մինչ կմոտենար ավարտը, քանի որ երկար տևելու էր, 12:30-ից ես այնտեղ եմ եղել, ժամը 4 էր արդեն, բայց սեմինարը դեռ շարունակվում էր ու նամանավանդ քանի որ այն ինֆորմացիաներով լի էր, հա, շատ ծանր ինֆորմացիա ենք անցած տանում եւ գիտելիք է ստանում, հա, ոնց որ դասախոսություն լսես, այսպես ասեմ, իրականում շատ պետք էր, բայց անկեղծ որ ասեմ, ցենց հոգնել էի արդեն շատ ու նաև երեխուն էլ այդքան երկար չէի կարող էլի թողնել։ Կադրերում հիմնականում ներառեցի այն մասնագետներին, որոնց դասախոսությունը, այսպես ասած, կհետաքրքրեր լավ ճանաչելով իմ հետևորդներին, իմ աուդիտորիայի ճաշակը, նախասիրությունները ում կհետաքրքրեր, քանի որ այնտեղ կային ուրիշ այլ մասնագետներ, իսից շատին ես նույնիսկ չեմ էլ հասցրել նկարեմ հասարակ նման սեմինարները հատկապես այն մարդկանց, ովքեր որ տվյալ մասնագիտության մեջ խորացած են, դա իրենց հետաքրքրում է, շատ հետաքրքիր է, շատ sense մինի վերապատրաստման նման մի բան ոնց որ կարելի է լինել, համ էլ հաճելի է տեսնել մասնագետի, ով կիսում է քո հետ իր փորձով, ավելի երկար տարիների, քան օրինակ դու ունես, շատ հաճելի է, այնպես որ այդ տեսակ սեմինարներին աշխատեք հաճախ մասնակցել։ Իսկ ես ձեզ ասում շնորհակալություն այս տեսանյութը մինչև վերջ դիտելու համար, հուսով եմ ձեզ դուր եկավ, հուսով եմ ձեզ հետաքրքիր էր, ինչ որ մի չափով օգուտ տվեց, ես էլ ձեզ խոստանում եմ, որ շատ շուտով, այսինքն հենց վաղվանից սկսած այս հյուսիկներս հենց քանդեմ, սկսում է նոր վլոգ, ընտանեկան, Անդրանիկը տանն ալնելու, հավես հենց ընտանեկան վլոգ եմ ձեզ խոստանում, որը ձեզ երկար սպասեցնել չեմ տա։ Իսկ դուք թանկագիններս եղեք առողջ եւ ամենակարևորը երջանիկ կհանդիպենք շատ շուտով։ Առայժմ